Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է. Էջմիածնի ոչ նախկին համայնքապետը, ոչ էլ ներկայիս տեղապահն ուշադիր չեն եղել արցախցիների նկատմամբ։ Ժողովրդի փոխանցմամբ 36-ամյա Տիգրան Ավինյանը 15 տարեկան դեռահասի պես գլուխ էր գովում, որ 19 տարեկանում Մերսեդեսում էր նստած։ Փաստը հեգնում է, ինչ մի թիթիզություն է դպրոց հաճախելը, եթե կարելի է բակում քիվարը բացել կարդալ գրել։ Հրապարակը նշում է, որ Գաբրիել Ջեմբերչյանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Աննա Հակոբյանի հիմնադրամին։ Ժողովուրդը հայտնում է, Կարեն Անդրեասյանը պետության անունից փաստացիորեն պաշտպանելու է ինքն իրեն։ Փաստը նկատում է ԿՊ վիճակը վահաշապատում չափազանց ծանր է։ Հրապարակը տեղեկացնում է, որ ՀՀԿ խմբակցությունը լսումներ է հրավիրել։ Ժողովուրդը գրում է, որ Անդրանիկ Քոչարյանն ընդհարվել Ալեն Սիմոնյանի հետ։ Փաստն էլ գրում է, որ Փաշինյանն ընդամենը խաբում է Հարությունյանն։ Իսկ հրապարակը տեղեկացնում է, Ագրարային նիուս խորհրդի նախագահ Թորնիկ Ալիյանը երրորդ անգամ ընդունվել է մագիստրատուրա։ Ժողովրդի դիտարկմամբ Նարեկ Վանեսյանի պահանջներն անհասկանալի ճնշումներ են մամուլի նկատմամբ։